Աղավնատունը հարակից գյուղերին կապող գլխավոր ճանապարհի այս հատվածում է տեղի ունեցել վրաերթը։ 10 տարեկան աղջիկն ու նրա 5 տարեկան եղբայրը իրենց տնից մոտ 200 մետր հեռավորության վրա փողոցն անցնելիս են ընկել համագյուղացու վարած ավտոմեքենայի տակ։ Ես երեխեքին ստեղ եմ տեսել։ Այս մեր հարևաններն օգնում էին երեխեքին, այդքան բան։ Ուրիշ ոչ մի բան չեմ տեսել։ Հա, դե պարկած էին։ Հələ այն մեկն էլ բան էր անում երեխեքից, աղջիկը, ասում էր ջուր մի լցեք իմ վրա, լավ էին էլի երեխեքը, պարկ ասում։ Այն կողմից ես գալիս էի, տեսա երեխեքը շոշի մեջ տնան մեքենաս քաշեցի, այստեղ կանգնեցի, հասա փոքրին վերցրեցի, ձեն տվի նոր տնից ջուր-մուր բերեցին, փուճուրը անգիտակից էր, նոր վրաց շտապ զանգեցի։ Մինչև շտապօգնության ժամանելը գյուղացիները երեխաներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց հետ է եղել նաև վրաերթի ենթարկած վարորդը։ Ես պատական դուրս եկա, տեսա արդեն դեպք եղել էր։ Մի անգամ նստեցեք մեքենան գնանք։ Երկու կողմն էլ նորմալ մարդիկ, ես եմ տարել հիվանդանոց, մեքենայի վարորդի հետ։ Ինքը ոչ փախել է, ոչ բան, ինքը իմ հետևից, անմիջապես իմ հետևից երկու ավտո գնացել ենք հիվանդանոց։ Երեխեքը իմ մեքենայի մեջ, փառք Աստծո, ամեն ինչ լավ է, Աստված երեխեքի կողմից էլ է, վարորդի կողմից էլ է։ Երեխաների կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից հայտնում են, որ նրանք վերակենդանացման բաժանմունքում են ծանր կայուն վիճակում։ Երկուսի մոտ էլ նկատվում է լավացում։ Տեղային օպերացիա են արել, գլուխը ճեղած է, մեկ էլ քթերից հայտնի որ արուն է եկել, այդ արնան հետքերն են։ Մի ժամ առաջ խոսացինք, հետներ ասում լավ է, երեխեքն արդեն լավ է։ Աղավնատան գլխավոր ճանապարհին տասնյակ սեփական տներ կան, սակայն ինչպես բնակիչներն են ասում, երեխաները այդ հատվածում չեն կարող խաղալ։ Հաշվի առնելով արագ սլացող մեքենաների հոսքը, երեխաները փողոցը հիմնականում անցնում են դպրոց կամ խանութ գնալիս։ Երեխաները խանութ էին գնում, գալիս էին, դեից անցնում են, զգուշ էին այդ երեխը, դե ոնց աստված է, չգիտեմ։ Աստված իրանց հետ առողջություն տա, անփորձանք երեխա են։ Շուտ լավանան։ Փողոցում ոչ մի անգամ, ոչ մի ծնող չի տալիս իր երեխան մի վայրկյան դուրս գա։ Ես չգիտեմ այդ ոնց ասել, ինչ-որ մարոժնի են գնացել, ինչ են արել, ես շատ եմ անում։ Երեխաների հոպարը 1 ամիս առաջ ներառյալ 3 հատ գարմորթեց մատաղ էր բաժանում գյուղին, տուն առ տուն երեխեք ջան, սա չափազանցված ոչ մի բան չկա սրա մեջ, տուն առ տուն ինքը բաժանեց այդ մատաղը ու բոլորին հատ ասում էր, ես մատաղ եմ անում բոլորի համար, զինվորների համար, մեր երեխեքի համար, մեր համար, ասում ապրես Աշոտ ջան, տուն առ տուն, ոչ մեկ դա չեր անի։ Ճիշտ է, կարմրավորի հայաթում անում են, բաժանում են, բայց Աշոտի արածը առաստված հասավ երեխեքին։ Աղավնատուն գյուղի խաչմերուկներում հիմնականում բացակայում են հետիոտնի համար գծանշումները, իսկ ճանապարհի այս հատվածում չկան նաև թմբածև արգելակներ, որոնք հարկադրաբար կսահմանափակեն տրանսպորտային միջոցների արագությունը։